Սիրելի սև քարեցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Ժորժ ջան, ուրախ ենք, որ այս նախընտրական քարոզարշավը անցնում է բոլորովին ուրիշ տրամադրությամբ, քան մենք նախկինում ունեցել ենք։ Եվ այդ տրամադրության առանձնահատկություններն են, եւ շատ կարևոր եմ համարում արձանագրել, թե ինչով ենք մենք եկել ձեր մոտ այս նախընտրական քարոզարշավին։ Սև քարում մասնավորապես 197 տուն է հաստատված 16 միլիոնի ծրագրով։ 197 տուն։ Եվ ընդհանրապես Տավուշի մարզում այս պայդրությամբ 1931, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում 1931 տուն է կառուցվում 16 միլիոն դրամի ծրագրով։ Եվ ըստ էության մենք արձանագրում ենք հետևյալը, որ ըստ 60 հատ 9 հարկանի շենք է, որ կառուցվում է այս պահին պետական բյուջեի հաշվին։ Ընդհանրապես սահմանամերձ գյուղեր կան, որ 91 թվականից սկսած 0 տուն է կառուցվել, այսինքն 91 թվականից սկսած մինչև 2022 թվականը, երբ որ ծրագիրը հաստատվել է, կառուցված տների թիվը 0 է։ Եվ այս է փոխվել Հայաստանի Հանրապետությունում։ Ինչով ենք եկել։ Մենք այսօր երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելի բարձր է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ 2018 թվականի մայիսի 8-ին ես ընտրվել եմ վարչապետ, այդ ժամանակ նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16,000 դրամ։ Այսօր 46,000 դրամ է նվազագույն թոշակը, չհաշված 10,000 դրամի հետ վճարի հնարավորությունը։ 8 տարի ես վարչապետ եմ, 7 անգամ տարբեր որոշումներով մենք անդրադարձել ենք թոշակներ բարձրացնելու խնդրին, այսինքն 7 տարբեր որոշումներով մենք թոշակի խնդրին անդրադարձել ենք։ Առողջության ապահովագրության ծրագիրն է ներդրված։ Մինչև 18 տարեկան երեխաների եւ 65+ տարիքի անձանց համար պետական բյուջեի հաշվին իրականացվում է առողջության ապահովագրություն եւ պետությունը քաղաքացիների 65+ տարեկան եւ 18 մինչև 18 տարեկան երեխաների նվազագույն առողջապահական կարիքները հոգում է։ Այսօր մենք ավարտում ենք 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը եւ միանգամից սկսում ենք հաջորդ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը եւ Սև քարում անցնելիս տեսա, որ նոր դպրոց է կառուցվում, բայց այս նոր դպրոցը ոչ թե առաջին 300-ի մեջ է, նոր դպրոցը Սև քարի արդեն երկրորդ 300-ի մեջ է։ Եվ նաև մանկապարտեզն է կառուցվել, եւ նաև տեսնում ենք, որ Սարի գյուղի եւ Սև քարի միջև ճանապարհն է կառուցվել։ Վերջին անգամ այդ ճանապարհը երբ ասֆալտապատված եղել, Խորհրդային Միության ժամանակներում, երևի, ես գոնե տենց եմ հիշում։ Այսօր մենք երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ ամսական աջակցություն ենք ցույց տալիս երեխայի ծնվելուց մինչև նրա 6 տարեկան դառնալը։ Երեխայի խնամքի մինչև 2 տարեկանի խնամքի գծով մենք աջակցություն ենք ցուցաբերում բոլոր մայրերին։ 2018 թվականից առաջ միայն աշխատող մայրերին էր վերաբերվում։ Մենք նախ նպաստի չափը ավելացրինք, երկրորդը դա դարձրինք համատարած, բոլորի համար համատարած, իսկ գյուղական բնակավայրերում աշխատող մայրերի համար մենք այդ նպաստի չափը դարձրեցինք կրկնակի։ Մենք իրականացնում ենք բանակի լայնածավալ բարեփոխումներ։ 2 օր առաջ տեղի ունեցավ զորահանդեսը Հանրապետության հրապարակում եւ ես հույս ունեմ դուք հետևել եք այդ զորահանդեսին եւ ինչ եք տեսել եւ ձեր տպավորությունները հույս ունեմ որ լավ են, բայց այսօր նաեւ համոզված եմ որ Սև քարում էլ կլինեն պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայող զինվորներ, որոնք գնում են 18 տարեկանում գնում են բանակ, 6 ամիս վերապատրաստվում են, ատեստավորում են անցնում, դառնում են պայմանագրային զինծառայող եւ
իրանց ատեստավորման տոկոսից կախված 300,000, 400,000, 500,000, 600,000 դրամ վարձատրություն են ստանում։ Եվ եթե նախկինում ծնողներն էին մտածում, թե ոնց պահենք բանակում մեր երեխաներին քաղցրավենիք ու գուլպահացնենք, այսօր այդ զինվորները պահում են իրանց ծնողներին եւ մարտական հերթապահությունից դուրս բնակվում են իրանց տներում։ Այսօր ուսուցիչների ատեստավորման ծրագրով կամավոր ատեստավորման մեր ուսուցիչների աշխատավարձը ընդཐུպ կրկնապատկելու հնարավորություն ենք տալիս, բայց այս ծրագիրը լինելու է նաև շարունակական, որովհետև հաջորդ փուլում, նախորդ փուլում, եթե ատեստավորված ուսուցչի դրույքը 100,000-ից դառնում էր 200,000 դրամ պլյուս ատեստավորման տոկոսը, հաջորդ փուլում դառնալու է 200,000-ից 300,000 դրամ պլյուս ատեստավորման տոկոսը։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Բայց ամենակարևոր նորությունը, որով մենք եկել ենք ձեր մոտ, սիրելի ժողովուրդ, այդ խաղաղությունն է։ Եվ Հայաստանի Հանրապետությունում խաղաղությունը հաստատված։ Եվ ձեզ բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ առաջիկա ընտրությունների ամենակարևոր հարցը հետևյալն է։ Հայաստանի ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Եվ մեր 9 ամսական խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի, ով յուրաքանչյուր տանը, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է, այդ ընտանիքի ուրախության եւ երջանկության պատճառը։ Այդպիսին է նաեւ խաղաղությունը, որ այսօր փոխել է Հայաստանի տրամադրությունը, բայց 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ մեկ ուրիշ ընդհանրություն էլ ունի։ Եթե նրա նկատմամբ խնամք չտանենք, հոգ չտանենք, նա չի ապրի։ 9 ամսական երեխան կապրի, եթե նրա նկատմամբ խնամք չտանենք։ Նույնպես էլ 9 ամսական խաղաղությունն է։ Էսա պատճառը, որ մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում, հորդորում ենք, խնդրում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչի են քվեարկում 16-ին, որովհետև այդ քվեարկությունը ինքնանպատակ չի։ Եվ սա ժողովուրդ ջան, պաշտոնի եւ աթոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն ապագայի եւ հանուն խաղաղության։ Եվ ձեզանից յուրաքանչյուրը պետք է արձանագրի իր ուժը, իր քաղաքացիական ուժը, արձանագրի, որ պետության, անկախության, խաղաղության հետագա ճակատագիրը, ընտրությունների ելքը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, պատկերացնեք ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Սև Քարին, Իջևանին, Տավուշի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալ ենք ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, երկու հայտարարություն կարճ, հայտարարություն առաջին այսօր Տավուշի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու Իջևանում ժամը 20:00-ին ազատամարտիկների հրապարակում, դոկի հրապարակ անունով հայտնի հրապարակում, բոլորիդ սիրով սպասում ենք։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։